Կապան ֆեստը միայն երեկոյան համերգները չեն։ Նախագծում ներառված բոլոր անձանց առօրյան խիստ հագեցած է անցնում։ Անդադար փորձեր եւ իհարկե վարպետության դասեր, որոնց արդյունքը երևում է ամեն օր ժամը 12-ին ցերեկային համերգներին։ Իմ համար շատ կարևոր է, որ ես կարողանում եմ համագործակցել այսպիսի դաշնակահարների հետ, մեծ արտիստների, ինչպիսիք են Մարիաննան Շիրինյանն, Աննա Սարգիսովան, Ժուլիեն Լիբերը, եւ նրանց հետ համագործակցել է ամեն անգամ իմ համար նոր բացահայտումների, նոր նվաճումների եւս մեկ փուլ է, եւ նրանց խորհուրդները ինձ օգնում են եւս մեկ փուլ իմ մեջ ավելի առաջ տանել, ավելի մեծ դնել բարձունքներ եւ հաղթահարել դրանք։ Կապանի միջազգային փառատոնը ինձ համար շատ հարազատ մի վայր է դարձել եւ այս փառատոնի կարևորագույն արժեքներից մեկն այն է, որ այն միավորում է աշխարհի տարբեր երկրներից ժամանած արտիստների, տաղանդավոր երիտասարդ կատարողների հետ։ Կապան ֆեստ ակադեմիայի սաների խոսքով անվանի երաժիշտների հետ մեկ բեմ կիսելն իսկապես բացառիկ հնարավորություն է։ Դասերն ամեն տարի յուրովի հետաքրքիր են անցնում։ Շատ ակտիվ մասնակցում եմ մաստեր-կլասերին, նոր եւ հին մշտական արտիստների հետ, որոնք որ արդեն մեր ընտանիքն են, ոնց որ այսպիսին, երաժշտական եւ շատ ոնց միշտ տպավորված, շատ ջերմ հիշողություններով լի։ Ամեն օր խոսում ենք երաժշտության մասին եւ ոչ միայն ընդհանուր առմամբ արվեստի մասին։ Միջավայրը հրաշալի է, ինչպես եւ Կապան քաղաքը։ Սաներից շատերի հետ արտիստներն ամեն տարի հանդիպում են եւ մեծ ոգևորությամբ արձանագրում նրանց մասնագիտական աճը։ Ուրախ են, որ ներդրում ունեն այդ կարևոր գործում։ Yeah, I mean the young artists are amazing. They're super. Երիտասարդ արտիստները չափազանց տաղանդավոր են։ Ես իսկապես վայելում եմ նրանց հետ աշխատելը։ Ամեն ինչ արագ ընկալում են ու հիանալի նվագում։ Բնատուր շնորհք է։ Նրանք պայծառ ապագա ունեն։ Very bright futures ahead, I think. They're all like really well trained. Նրանք բոլորը լավն են ու տաղանդավոր։ Իհարկե կան բաներ, որոնց վրա դեռ պետք է աշխատել, բայց մեծ երաժիշտ դառնալու համար միջավայրը շատ նպաստավոր է։ Դաշնակահար Աննա Սարգիսովան հիացմունքով է խոսում պատանի երաժիշտների չափազանց պատասխանատու լինելու մասին։ Օրերս նույնիսկ փորձություն էին պատրաստել, որը պատվով հաղթահարեցին։ Մենք այսպես դաժան ենք մտածել արտիստներով, որ պիտի իրենց անակնկալով տանք բավական բարդ ստեղծագործություններ եւ ասենք, որ դուք ունեք 2 օր կամ 3 օր եւ ունեք հնարավորություն այսպիսի արտիստների հետ ելույթ ունենալու եւ ոչ ոք չհրաժարվեց։ Ոչ միայն չհրաժարվեց, այլ տեսնում ենք, թե ինչպես բոլորը գիշերը, ամբողջ գիշեր պարապում են, որպեսզի հասնեն, որտեղ դա շատ մեծ պատասխանատվություն է մեծ արտիստի հետ ելույթ ունենալի։ Այս տարի ակադեմիայի մասնակիցներն այնքան շատ են, որ լսարանները չեն հերիքում, նշում է ֆեստի հիմնադիր Սևակ Ավանեսյանը։ Կեսկատակ, կեսլուրջ ասում է, սա պոզիտիվ խնդիր է, որի լուծումը դեռ չի գտնվել։ Այս մեծ քոլեջը, որ կարծում ենք անսահման սենյակներով, հիմա արդեն տեղ չենք անում։ Ի սկզբանե նախատեսված էր 55, մի քանի օր առաջ հացոտելուց հաշվեցինք 120 եւ իմ հաշվելով կեսը դեռ չէր եկել, այսինքն ենթադրում եմ հիմա 200-ից ավել ակտիվ մասնակից կա 55-ի փոխարեն, որ շատ հաճելի պրոբլեմա սա։ Այսպիսով պատանիներին ընձեռվեց եւս մեկ հնարավորություն երաժշտական աշխարհին մոտ գտնվելու, գաղտնիքներ բացահայտելու եւ իրենց երազանքին մոտենալու համար։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։